Բարի երեկո բոլոր նրանց, ովքեր հենց նոր միացան Արցախի հանրայինին։ Այսօր մեր հյուրն է Քաշաթաղի շրջանի շրջվարչակազմի կրթության և սպորտի բաժնի առաջատար մասնագետ, տարրական դասարանների գծով տեսուչ Սիրվար Թամազյանը։ Բարև ձեզ։ Շնորհակալություն ձեզ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն։ Հեռու տեղից եք եկել։ Որ պատիվ ունեցա մասնակցելու ձեր հաղորդաշարին։ Իդեպ հարկ եմ համարում նշել, որ Արցախի հանրայինը ազգանվեր գործ է կատարում, քանի որ կարողանում է լուսաբանել Հայաստանի, Արցախի հեռավոր գողտրիկ անկյունում ծվարած մեր գյուղերի առօրյան ընդհանրապես, ոչ միայն դժվարություններն եք վերհանում, այլ նաև տեղ գտած լավ գործերը, աշխատանքները, որի համար շնորհակալություն եմ հայտնում։ Շնորհակալ որ գնահատում եք մեր աշխատանքը։ Մենք մեր հյուրերի հետ հիմնականում մեր ազգայինից ենք խոսում, արժեհամակարգից, ընտանիքից, ապրելակերպից, նիստուկածից, տոներից։ Այսօր էլ ավանդույթը չենք խախտելու։ Ուզում ենք առաջին հարցը հիմնականում այսպեսին է լինում, հայկական ազգային արժեհամակարգ, որպես այդպեսին գոյություն ունի։ Իհարկե գոյություն ունի։ Ազգային արժեհամակարգի մասին պատկերացումներ ունենք դեռ վաղուց, բայց հարկ եմ համարում նշել մեր հայ ժողովրդի համար հնուց եկած արժեքային մեծ այն համակարգին պատկանող արժեհամակարգին պատկանող այն կարևորագույն արժեքները, որը մեզ է փոխանցվել մեր նախնիներից։ Առաջին հերթին ես ուզում եմ խոսել, նշել մեր հայրենասիրության մասին, քանի որ հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունի մեր երկրի անառիկությունը, ամրությունը, մեր հայրենիքի պաշտպանությունը, սա շատ կարևորագույն արժեք է։ Կարևորում եմ նաև մեր լեզուն, մեր մշակույթը, որը մեր ինքնության գրավականն է։ Մեծ տեղ եմ հատկացնում նաև աշխատանքին։ Մարդը իր կյանքում աշխատում է, իր ողջ կյանքի ընթացքում աշխատում է եւ հենց իր կատարած աշխատանքն է բնութագրում մարդուն։ Ինչպիսին է նա, ինչպիսի ճանապարհ է անցել այդ աշխատանքի ընթացքում եւ ինչն է այդ աշխատանքում արժևորում։ Մարդկային բարձր արժեքները համատեղվում են եւ մի ամբողջական հավաքածու են կազմում, որն էլ հենց մարդու արժեքային համակարգի ձևավորումն է, ամբողջականությունն է։ Խոսեցիք աշխատանքից, Քաշաթաղի շրջանը երևի յուրահատուկ վայրերից է, որտեղ պորտաբույս լինել հնարավոր չէ, պետք է աշխատես, բայց եթե աշխատես, հաստատ արարումդ կերևա։ Այո, հայ ժողովուրդը արարող, ստեղծող ժողովուրդ է եւ ես ուզում եմ հպարտությամբ խոսել մեր քաշաթաղցիների մասին։ Նրանք հողը սիրող, աշխատանքը սիրող մարդիկ են եւ վերաբնակեցման գոտում աշխատելով նրանք մեծ հաջողությունների են հասել։ Գյուղական վայրերում բազմաթիվ աշխատանքներ են կարողանում իրականացնել, իհարկե պետության աջակցության կողմից բավականին օգնություններ են տրամադրվում մեր քաշաթաղցիներին եւ նրանք կարողանում են լիիրավ այդ օգնությունը, այսպես ասած, իրենց տրամադրված օգտագործել եւ հողի հետ աշխատելով կարողանում են բարիքներ ստեղծել եւ իրենց համար հետաքրքիր առօրյա են կարողանում նաև կազմակերպել։ Հայը երբեք առանց աշխատանք չի կարող մնալ եւ աշխատանքը հենց հայի կարևորագույն արժեքներից մեկն է նաև մեր ժողովրդի։ Հայ բնորոշ գծերից։ Այո։ Որոնք են հայի բնորոշ գծեր բացի աշխատասիրությունից եւ տարբերվում է արդյոք հայի արցախցի տեսակը։ Իհարկե, ես կասեի տարբերվում է, բացի աշխատասիրությունը, նաև հայը միշտ ազգապաշտ է եղել, սիրել է իր ազգը, արարել է, ստեղծել է, իր լեզուն, մշակույթը դարերով պահել, պաշտպանել են եւ փոխանցել են մեզ։ Իսկ ինչ վերաբերում է արցախցու տեսակին, այո, Արցախցին ունի իր յուրահատուկ տեսակը։ Եթե մենք համեմատում ենք մինչև Քաշաթաղ տեղափոխվելը, ես պատկերացում չունեի ընդհանրապես արցախցու տեսակի մասին եւ շփվելով այս տարիների ընթացքում աշխատելով եւ շփումների ընթացքում արդեն ես տեսա, որ արցախցին ամուր է, ուժեղ է, ունի յուրահատուկ կամք, բնավորություն եւ իր հողին, իր հայրենիքին ամուր այսպես կարճած մնալով կարող է մինչև վերջին շունչը պայքարել։
հզոր է, հերոս է, քաջ է արցախցին։ Եվ իհարկե մենք սովորելու շատ բան ունենք, նաև ձեզանից, արցախցիներից, որովհետև ձեր տեսակը կարծես թե իր հայրենասիրությամբ, իր տոկունությամբ, իր հերոսությամբ ոգևորում է մեզ նաև։ Ես չեմ ուզում առանձնացնել մեր մյուս բնակավայրերում ապրող հայերին, Հայաստանում լինի, թե Հայաստանի տարբեր վայրերում, գյուղերում, քաղաքներում, նրանք բոլորն էլ սիրում են Հայաստանը, սիրում են իրենց հողը, եւ ազատագրական այս վերջին մեր պայքարն էլ հենց դրա բառապացույցն է, եւ բոլորս էլ հայրենասեր ենք, այստեղ ապրելով նույնպես մենք մեր հայրենասիրությունն ենք ցույց տալիս, սա իսկապես մեծ սխրանք է, մենք թողել ենք մեր բնակավայրերը եւ եկել ենք շենացնելու Արցախցու հողը, հենց մեր հողը, Հայաստանցու հողը, որտեղ մենք մի բուռ հայ ժողովուրդ ենք եւ չեմ էլ ուզում տարանջատել հայաստանցի, արցախցի, որովհետեւ բոլորս հայեր ենք եւ հայ բառի մեջ է իմաստավորվում եւ արցախցու աշխատանքը եւ հայաստանցու, եթե այսպես մենք նշենք։ Այո։ Ընտանիքը մեր արժեհամակարգի կարևոր մասն է, որոշ մեր հյուրերի կարծիքով ամենակարևոր։ Ըստ ձեզ, ինչ է ընտանիքը, հայկական ավանդական ընտանիքը։ Ես նույնպես ընտանիքը կհամարեմ ամենակարևորագույն օղակը մեր պետության, որովհետև ընտանիքը պետության հիմքն է, այն սկզբնաօղակն է, որտեղ մարդը դաստիարակվում է, անձը դաստիարակվում է, եւ հենց այդ ընտանիքում են արժեքները ձևավորվում։ Ընտանիքում է հիմքը դրվում այդ արժեքների։ Ընտանիքը մեծ դեր է կատարում մարդու զարգացման կյանքում։ Ընտանիքը կարծես տունը եւ ընտանիքը մի փոքրիկ թագավորություն է, որտեղ պետք է իշխի սերը, համերաշխությունը, միաբանությունը, փոխզիջումը, եւ այդ փոքրիկ թագավորության բնակիչներն ենք նաեւ մենք։ Եվ ընտանիքում դրված այն մեծ արժեքները պետք է նախակրթարանում ամրապնդվեն, այնուհետև նախակրթարանից փոխանցվում է դպրոց, դպրոցում ուսուցման եւ դաստիարակության ընթացքում այդ արժեքները եւ գեղեցիկ արժեքները պետք է մենք կարողանանք պահպանել։ Եվ երբ որ երեխան ավարտում է դպրոցը եւ ուսումը շարունակում է բուհում, բուհը նույնպես պետք է այդ շարունակական աշխատանքը իրականացնի, իսկ միջավայրը, որը շատ կարևոր նշանակություն ունի արժեհամակարգի ձևավորման վրա, արժեքների պահպանման վրա, միջավայրը նույնպես նպաստում է, եւ մենք չենք կարող միջավայրից դուրս այդ արժեքները պահել։ Ձեր ընտանիքը ավանդապաշտ ընտանիք եք համարում։ Այո, ես կարող եմ ասել, որ իմ հայրական ընտանիքը եւ որտեղ որ ես հարց եմ գնացել, այդ ընտանիքը նույնպես ավանդապաշտ ընտանիք է եղել, մենք մեծաքանակ ընտանիք է եղել եւ ես շատ ընդունում եմ այդ ավանդապաշտ լինելը, որովհետև եթե մենք հետ նայենք եւ ուսումնասիրենք մեր ավանդապաշտ հայ ժողովրդի, ասենք, անցյալը, թե ինչպես են մեկ հարկի տակ ապրել բազմաթիվ մարդիկ, փոքրիկ ընտանիքներ եւ այդ փոքր ընտանիքները ձևավորվելով, միավորվելով գերդաստան են կազմել, նույնիսկ ընտանիքի մեծը, այդ նահապետը ընտանիքում ունեցել է իր հատուկ տեղը, դիրքը, խոսքը եւ բոլորը համերաշխ ձևով մեկ հարկի տակ ապրել են եւ փոխանցվել է նաեւ մեր ընտանիքին այդ ավանդապաշտ լինելու, ապրելու ձևը։ Ես ընդունում եմ դա, իմ կարծիքով ավանդապաշտ լինելը չի խանգարում, այլ ընդհակառակն այդտեղ կարծես թագավորում է հայրական սերը, մայրական գորովը, ընդհանուր ընտանիքի անդամների մեջ սերն է թագավորում։ Ձեր երեխաների համար կարևոր է ավանդականը, թե ավելի ժամանակակից են, ինչպես շատ երիտասարդներ։ Բոլորը նախընտրում են այսօր առանձին ապրել փոքր ընտանիքներով։ Ես չեմ բռնանում իմ երեխաների կամքին, իրենք ինչպես կարող են, այնպես էլ իրենք թող որոշեն, բայց բոլոր դեպքերում երեխաները խորհրդակցում են մեզ հետ։
եւ հայրը եւ մայրը խոսք ունեն իրենց ասելու մեր ընտանիքում եւ երեխաները խորհրդակցում են գոհ եմ, ես շնորհակալ եմ, որ ունեմ այդպիսի ընտանիք, ես իսկապես այս գրեթե 20 տարիների ընթացքում, որ մենք ապրում ենք Քաշաթաղում, ես շատ շնորհակալ եմ Աստծուց, որ մենք կարողացանք այստեղ մեզ այնպես դրսևորել, մեր ընտանիքը այնպես կազմել, այնպես մեծացնել մեր ընտանիքը, որ ամաչելու ոչինչ չունենք եւ շատ շնորհակալ եմ, իսկապես մենք այստեղ կարողացանք մեր ընտանիքի ամրությունը պահպանել, մենք արմատներ ձգեցինք նաեւ, թորնիկներ ունենք այստեղ եւ հպարտ եմ, որ իմ թորնիկները նաեւ Արցախի մասն ունեն, այսպես ասած մի մասով արցախցի են նաեւ եւ Դա կարծեմ լրացուցիչ ուժ է տալիս ձեր ընտանիքին։ Այո, անպայման նոր լիցքեր եւ իսկապես շատ հարազատ է, հոգեհարազատ է ինձ համար Արցախը, այդ նոր լիցքերը, այդ արմատները, որ մենք արդեն ունենք այստեղ, մեզ ամուր կապել է այս հողին։ Ուզում եմ հասկանալ երիտասարդները, այդ ձեր երեխաները, իրենց ինչ դրսևորումներով են ավելի ավանդապաշտ դառնում, բանակում ծառայություն։ Այո, ես կարող եմ ասել, որ մեր երեխաները, իմ ընտանիքի անդամները կարողացան իսկապես նրանք էլ զորանալ այս հողով եւ ջրով եւ մեծ որդիս նվիրվեց հայրենիքի պաշտպանության գործին, զինվորագրվեց այդ դժվար, բայց միևնույն ժամանակ վեհ պատվաբեր գործին, որի համար շատ շնորհակալ եմ եւ հպարտ եմ։ Փոքր որդիս բանակում ծառայության ժամանակ կարողացավ իսկապես իրեն քաջ լավ ծառայության արդյունքում կարողացավ պարգևատրվել արիության հուշամեդալով նախագահի կողմից, որի համար նույնպես շատ շնորհակալ եմ եւ այսպիսի բարձր արժեքներն եմ ես արժևորում եւ դրանք նոր ուժ են տալիս, նոր լիցք են տալիս եւ կարծես պարտավորեցնում են, որպիսի ես ավելի լավ աշխատեմ, ես ավելին հասնեմ եւ մեր ընտանիքը այդպիսի բարձր արժեքներով է կարողանում գոյատևել։ Դուք իսկապես պարտանալու տեղ ունեք, որպես փորձառու մայր, որն է երեխաների դաստիարակության ճիշտ բանաձևը։ Դուք երևի այդ բանաձևը ունեք, եթե այդպիսի լավ որդիներ եք մեծացրել։ Ես իմ բնավորությունից ելնելով եւ ուսումնասիրելով մանկավարժական գրականություն բոլոր դեպքերում սերն եմ առաջնայինը համարում։ Սերը, անմնացորդ նվիրումը, սերը եւ իմ անձնական օրինակով փորձում եմ դաստիարակել իմ երեխաներին, իմ ընտանիքի անդամների հետ սիրով, համերաշխությամբ, ներողամտությամբ, փոխադարձ զիջումով, այս դրանք են իմ ընտանիքի այն կարևոր արժեքները, այն մոդելը, որով ես առաջնորդվում եմ եւ այդ անմնացորդ սերը իմ աշխատանքում սիրում եմ ես բոլոր երեխաներին անխտիր եւ այդ սերը ինձ շատ է օգնում, որպեսզի ես կարողանամ հասնել նպատակին։ Բոլոր դժվարությունները փորձում եմ սիրով, համերաշխությամբ, համբերատար ձևով հաղթահարել եւ եթե կա սեր, արդյունքը գովելի է, արդյունքը նկատելի է, երբեք չեմ մտածում չար գործերի մասին, վատ արարքների մասին, խուսափում եմ, փորձում եմ շրջանցել եւ փորձում եմ միայն Աստծո պատվիրանները պահել իմ մեջ, իմ ընտանիքում, իմ աշխատանքում, իմ շրջապատում եւ թող միայն սերը թակավորի։ Աստվածային սերը թակավորի։ Արդյոք շատ սիրելով մենք մեր երեխաներին չենք փչացնում։ Ոչ, այնինչ որ մենք պահանջում ենք, սիրելով ենք պահանջում, մեր խոսքը սիրով ենք ասում, մեր պահանջը սիրով ենք ներկայացնում եւ չեմ կարծում, որ դիմացինը չընկալի, չընդունի, թեկուզ ինքը չարտահայտվի, բայց իր հոգու խորքում կկարողանա հասկանալ, կկարողանա ըմբռնել ասածը եւ քանի որ դրա մեջ սեր կա, ես այլ բան չեմ կարող տեսնել։ Դուք խոսեցիք պատվիրաներից, եկեղեցին ինչ է մեզ համար։ Եկեղեցին ես այսպես կասեմ
ճիշտն ասած փոքրիչ դժվարանում եմ այդ մասին խոսել, բայց բոլոր դեպքերում եկեղեցի Աստվածը դա ես նորից Աստվածաշնչի հետ պետք է կապեմ, որ եկեղեցին էլ պետք է Աստծո լույսով, Աստծո ուժով, Աստծո շնորհքով, Աստծո զորությամբ լինի։ Եկեղեցի գնալը, եկեղեցի ընդունելը, մենք քրիստոնյա ժողովուրդ ենք եւ մեր առաջին ժողովուրդներից ենք, ով ընդունեց քրիստոնեությունը եւ մեր քրիստոնեությունը, մեր հավատքը, մեր առաքելական եկեղեցին միշտ եղել է առաջնայինը, այսինքն մենք ոչ միայն դաստիարակվել ենք այլ գաղափարներով, այլ նաեւ մենք դաստիարակվել ենք հոգևոր դաստիարակություն ենք ստացել եւ այսօր, քան երբևէ, մեր հոգևոր դաստիարակությունը խիստ անհրաժեշտ է եւ ուրախ եմ, որ հոգևոր դաստիարակությունը այսօր եւ զորամասերում է նկատելի եւ հարսանեկան արարողությունների ժամանակ եւ ինչու՞ չէ նաեւ տխուր արարողությունների ժամանակ մեր այդ հոգևոր դաստիարակությունը երևում է։ Ամեն դեպքում իմ համոզմամբ դեռ անելիք շատ ունենք այդ ոլորտում։ Այո, իհարկե ունենք, քանի որ մենք ունենք այսպես ասած աղանդներ նաև, հա, եւ տարբեր մարդիկ տարբեր կերպ են անցալում դա։ Մենք չենք կարող բռնանալ, մենք չենք կարող, յուրաքանչյուր մարդ յուրովի է դա հասկանում։ Յուրովի է ընկալում եւ Աստվածաշունչը եւ եկեղեցին, մենք չենք կարող բռնանալ մարդկանց մտածելակերպի վրա։ Կարծում եմ դա յուրաքանչյուր մարդ յուրովի է, հա, հասկանում։ Այ դուք անդադ առնչվում եք տարական օղակի հետ։ Այո։ Տարական օղակն էլ Սաթինեի համոզմամբ այո, մեր կրթական ոլորտում ամենալավ կազմակերպված օղակն է եւ ամենակարևոր օղակն է։ Որպես մասնագետ ձեր կարծիքը։ Այո, ես շատ եմ սիրում տարական օղակը եւ հաճախ այնպես է լինում, որ խոսքի մեջ արտահայտվում եմ, միգուցե դա գեղեցիկ չէ, բայց ես ասում եմ իմ օղակը։ Չգիտեմ ինչու դա իմն է, որովհետև սիրելով իմ աշխատանքը, սիրելով մանկավարժությունը, ես օղակն էլ իմն եմ համարում։ Եվ օղակում տեղ գտած յուրաքանչյուր բաց թողում, դժվարություն, թերություն, կարծես ինձ եմ վերագրում։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր կրթության, գիտության, սպորտի նախարարությանը, տեսչախմբին, բոլոր աշխատողներին, Պարոն Ասրյանին, բոլորին անխտիր, ոչ մեկին չեմ առանձնացնում, որովհետև նրանք մեր երեխաների կրթության եւ դաստիարակության գործում շատ մեծ նշանակություն ունեն։ Մենք նախարարության աջակցությունն ենք տեսնում, երբ որ դպրոցները գալիս են նախարարության տեսչավորման խմբի կողմից տեսչավորվում են մեր դպրոցները, մենք բավականին համագործակցային աշխատանքի ընթացքում բավականին կարողանում ենք թեթևացնել կրտսեր օղակում, ոչ միայն կրտսեր օղակում տեղ գտած խնդիրները։ Համագործակցում ենք եւ մեր ցանկացած հարցի պատասխան կարողանում ենք ստանալ նախարարության յուրաքանչյուր անդամից։ Այսինքն որտեղ կա համագործակցություն, որտեղ կա փոխադարձ վստահություն, հարգանք, այնտեղ աշխատանքը զգալի է եւ միայն իր դրական պտուղներն է տալիս։ Այսօր տարական օղակում աշխատանքը ավելի դժվար է եւ ավելի պատասխանատու է, քան առաջ, որտեղ այսօր դպրոցում են հայտնվում դեռ նույնիսկ 5 տարեկան չլրացած երեխաներ։ Այո, դուք ճիշտ եք, իսկապես այդպես է, քանի որ համակարգում փոփոխություններ տեղի ունեցան, բայց մեր դպրոցները դեռևս պատրաստ չեն այդ փոփոխություններին, որովհետև մենք դեռ չունենք լիարժեք այն դասասենյակները իրենց կահավորվածությամբ, չնայած մենք բավականին օգնություն ստացել ենք այդ առումով, մենք պաստառներ ունենք, տարբեր գրականություն, մեթոդական, մանկավարժական, բայց մենք չունենք այն անհրաժեշտ պարագաները, մենք չունենք այն անհրաժեշտ կահավորանքը, որը անհրաժեշտ է 5 տարեկան, 6 տարեկան երեխայի համար դասապրոցեսը ակտիվ եւ ճիշտ նպատակային կազմակերպելու համար։ Մենք չունենք այդ։ Քանի որ երևույթը նոր է, կարծում եմ մոտակա Ես էլ լավատես լինենք, այո, լավատես լինենք եւ ես այդքան էլ պահանջկոտ չեմ, որ պահանջեմ։ Ես կարծում եմ ուսուցիչը եթե ինքը ունի ձգտում,
սեր, նվիրվածություն, իր աշխատանքը սիրում է, ինքը կարող է պատրաստել, ինքը կարող է ստեղծել, բայց կան նաև այդ ստեղծման ճանապարհին եւս որոշակի դժվարություններ, որ նաև ցանկությունը կա, բայց ինչ որտեղ նաև հնարավորություն չկա։ Պարզապես միջինը պետք է գտնել, ոսկե միջինը եւ սիրելով աշխատանքը, սիրելով մեր երեխաներին, որովհետեւ իսկապես նրանք հրաշալի են, վատ երեխա չկա, բոլոր երեխաներն էլ ունեն իրենց առանձնահատկությունը եւ պետք է այդ առումով նորից անդրադառնամ Քաշաթաղի շրջանին, շրջանն ինքնին դժվարություններ հաղթահարող մի վայր է, որտեղ մարդիկ ամեն օր իրենց դժվարությունները հաղթահարելով արդյունք են ստանում։ Այո, շրջանը ինքնին խնդիրներ ունի, բայց բավականին խնդիրներ լուծվել են, մեր շրջվարչակազմը մեզ բավականին օգնում է, մենք կարողանում ենք մեր հարցերը ներքին, այն փոքրիկ խոչընդոտները, որ աշխատանքում լինում են, արգելքները, այն դժվարությունները մենք կարողանում ենք տեղում մեր շրջվարչակազմի օգնությամբ կարողանում ենք այդ խնդիրները լուծել։ Իհարկե ունենք դժվարություններ, բայց փորձում ենք հաղթահարել։ Կան դժվարություններ, որ անկախ մեր ցանկության, մեր կամքին այդ դժվարությունները լինում են, հենց մասնագետ ուսուցիչների համալրումը, ունենք համակազմ դասարանների խնդիր, երեխաները քիչ են, փոքրականակ դասարաններ են, միավորված են, համակազմ են, երհամակազմ են, այսպես մենք ունենք խնդիրներ։ Դրանք բոլորը դժվարություններ են, որ մեր ուսուցիչները պետք է հաղթահարեն։ Փառք Աստծո, բնակարանային շինարարությունը արագ թափով մեր շրջանում արդեն սկսված է, կատարված է եւ այդ խնդիրը կարծես թե արդեն ավարտին է հասնում, չնայած շարունակական է նաև աջակցությունը կա կառավարության կողմից, դրա համար նույնպես պետք է շնորհակալություն հայտնեմ, որովհետև մեզ տրամադրվեց շինանյութ, մենք մեր ուժերով կարողացանք տրամադրված շինանյութը օգտագործել մեր սեփական տները կառուցելու համար, այսինքն մենք Քաշաթաղում քարը քարի վրա դրեցինք, տուն կառուցեցինք, ծառ տնկեցինք, զավակ ունեցանք, տուն կառուցելն էլ հայրենիքին սիրո խոստովանություն է։ Այո, իհարկե, սրանք հայրենիքի, հայրենասիրության փոքրիկ դրսևորումներ են, մանր թվացող դրսևորումներ են, բայց այո, կարևոր, շատ կարևոր նշանակություն ունեցող արժեքներ են, ես կասեի։ Ես կուզեի դուք պատմեիք մի դեպքի մասին, որը բեկումնային դարձավ ձեր կյանքում, արժե համակարգի ընկալման տեսանկյունից։ Մինչ Քաշաթաղ տեղափոխվել է, ես անկեղծ ասած Արցախի մասին այդպես գաղափարել կարելի ասել լայն, ընդգրկուն չունեի, պարզապես գիտեի, բայց երբ որ տեղափոխվեցինք Քաշաթաղ, կարծես բեկումնային պահ եղավ, իսկապես շրջադարձ եղավ իմ կյանքում։ Ես չէի պատկերացնում եւ չգիտեի ուր եմ ընկել, ինչպես պետք է ապրենք, ինչպես պետք է մենք գոյատևենք, բայց ստացվեց։ Դա եղավ իմ կյանքի բեկումնային պահը։ Երբեք չեմ մոռանում այն օրը, երբ առաջին անգամ ես երեխաներիս հետ Բերձորում, Բերձորի շրջադարձում իջանք մեքենայից, նայեցի եւ ինձ համար իսկապես այդ օրը շատ բեկումնային էր եւ չի պատկերացնում ուր եմ գնում, ինչպես պետք է ապրենք, ամուսինս արդեն 3 տարի էր, ինչ առանց մեզ ապրում էր Քաշաթաղում, գյուղատնտեսական գործերի մասնագետ է, գյուղնախարարությունից ուղարկել էին իրեն վերաբնակեցման գոտում աշխատելու, ինքը 3 տարի առանց մեզ աշխատեց այդտեղ եւ մի գեղեցիկ օր մենք որոշեցինք Արցախը տեսնել, այդպես եկանք եւ այդ բեկումնային պահը իսկապես եղավ մեր կյանքում եւ չեմ փոշմանում կատարած քայլի համար շատ շնորհակալ եմ։ Մենք ունենք այստեղ ձեռքբերումներ։ Ես շատ եմ շնորհակալ դրա համար։ Մեր աշխատանքի շնորհիվ կյանքը տվել է, իմաստավորել է մեր կյանքը այստեղ։ Ես գոհ եմ։ Ասում են ով մի անգամ Արցախը տեսնում է, անպայման ուզում է վերադառնալ Արցախ։ Փաստորեն դուք էլ տեսաք եւ մնացիք Արցախում։ Այո, ես մտադրություն էլ չունեմ լքելու այս հողը, որովհետեւ իսկապես Քաշաթաղը մի կամուրջ է, մի օղակ է,
որը կապում է երկու կարևորագույն հայկական Հայաստան, չգիտեմ, լավ կլինի, որ սփյուռքն էլ միանա, վերադարձ լինի, շատ լավ կլինի, երամիասնություն կլինի, շատ լավ կլինի, իսկապես թող օտարապերում ապրող մեր հայ ժողովուրդը, հայերը վերադառնան, միավորվեն, մեկ հարկի տակ, մեր Հայաստանում իրենց տունը գտնեն։ Գուցե աշխարհագրական տեսանկյունից հնարավոր չէ այդ միավորումը, սակայն իրականում մենք շատ միավորված ազգ ենք։ Գաղափարապես, այո, գաղափարապես կասեի իսկապես, որ մենք միավորված ենք եւ ունենք մենք բարձր արժեքային համակարգ, մեր հայի գաղափարախոսությունը, այսպես ասած, մեր արժեքային համակարգը, Սփյուռք, Հայաստան, Արցախ, այս երամիասնության մեջ է հենց երևում։ Արցախի ազատագրումն էլ դա լրացուցիչ ամրապնդեց։ Եվ ապացուցեց, մենք կարող ենք միասին լինել եւ ուժեղ լինել։ Մեր ուժը մեր միասնության մեջ է։ Կարևոր չէ, որ մենք փոքրաթիվ ենք։ Դեռ քանակը չէ որոշում, որակը։ Այո։ Պապի խրատ, որ կարևոր է ձեզ համար։ Կամ պապի խրատ։ Շատ լավ է։ Այդ խրատները իսկապես տեղին են։ Խրատները ժողովրդական բանաստեղծության այդ կարևորագույն գոհարները, ես կասեի, նմուշները, գոհարները, խաղիկ-տաղիկները, խրատները, սուտասելուկները, շուտասելուկները, առած ասացվածքները, սրանք բոլորը կարևոր նշանակություն ունեն մարդու դասերակցության գործում։ Շատ հաճախ խոսքը այնքան ազդեցություն չի ունենում, ինչքան որ մենք խաղիկ-տաղիկի միջոցով, խրատի ձևով, այսպես երեխաներին դասերակում ենք։ Դրանք էլ մեր ավանդույթներն են, որ պահպանել ենք եւ շարունակում ենք պահպանել ու փոխանցել, չէ՞, սերնդեսերունդ։ Խրատը շատ կարևոր նշանակություն ունի, երբ մարդ ինքը իր անձնական գործով, իր պահվածքով նաեւ կարողանում է ցույց տալ։ Եթե երեխային մենք խնդրում ենք մեկ բաժակ ջուր տալ, եւ մենք ջուրը վերցնում ենք երեխայի ձեռքից, մենք խրատով, մենք մաղթանքով, չէ, երեխայից շնորհակալություն ենք հայտնում, կամ օրհնում ենք, ասում ենք ջրի նման կյանքդ երկարի։ Տեսնում եք, այս մի փոքրիկ դրվագը, այս մի փոքրիկ պահը իր մեջ եւ խրատում է, եւ օրհնանք է, եւ շատ լավ է, երբ որ մեր տարական դասարաններում ունենք ժողովրդական բանաստեղծության նմուշներին վերաբերող փոքրիկ թեմա, որտեղ այո, հենց խրատների մասին է նաեւ նշվում։ Տարբեր առարկաներ ուսուցանելու ժամանակ մենք տեսնում ենք, հանդիպում ենք դասագրքերում խրատների, այսինքն ուսուցումը եւ դասերակցությունը զուգահեռ պետք է ընթանա եւ դասագրքերում էլ հենց այդպես է։ Իսկապես այբենարանը հարուստ է խրատներով։ Այո, խրատներով, այո, խրատը, մեծի խրատը խիստ անհրաժեշտ է նաեւ ընտանիքում։ Ուսուցչի խոսքը շատ կարեւոր է երեխայի համար, շատ հաճախ, երբ որ ուսուցիչն է ասում, երեխան ընկալում է, ընդունում է, տանը երբ որ մայրն է նույնը ասում, երեխան կարող է այդ ձևով չընդունել, բայց երբ որ ուսուցիչն է ասում, երբ որ ինքը հավատ ունի, վստահում է իր ուսուցչին, այդ խրատը, այդ ասված խոսքը իր համար արժեք է ներկայացնում։ Կարող է նույնիսկ ամբողջ կյանքում ուղղորդել, առաջնորդել։ Այո, ուսուցչի խոսքը երբեմն երեխայի համար նրա ողջ կյանքում ուղեկցում է երեխային։ Բայց դա իդեալական տարբերակում, երբ շատ լավն է ուսուցիչը, շատ լավն է կրթական ոլորտը, ամեն ինչ շատ լավ է, բայց իրականում միշտ չէ այդպես լինում։ Մեր երեխաները բացի ընտանիքից նաև ուրիշների ձեռքում են հայտնվում։ Դայակներն են, մանկապարտեզում, դպրոցում։ Ինչ անենք, որպեսզի երեխային կարողանանք ճիշտ ճանապարհը ցույց տալ, որ նա կողմնորոշվի որն է լավ եւ որն է վատ, որն է ճիշտ եւ որն է սխալ։ Այո, դա նույնպես ցավալի հարց է, իսկապես, որ մենք այսպես պատկերավոր կյանքը գունագեղ երանգներով նկարագրելով չէ, որ կարող ենք չէ կյանքի մասին խոսել, երեխայի կրթության, դաստիարակության մասին խոսել։ Մենք ունենք իսկապես ցավալի երևույթներ, ցավոտ հարցեր, ոչ բոլորն են նվիրված իրենց կոչմանը,
Եվ ինչու են ասում, կյանքում բոլոր լուսե մարդկանց ուսուցիչ անունն են տվել, իսկ ոչ բոլորն են այդպիսի լուսե մարդիկ եւ չենք կարող բոլոր դասյարակողներին մենք ուսուցիչ անվանել։ Ուսուցիչ լինելը դա շատ վեհ եւ պատասխանատու մի գործ է։ Ուսուցիչ լինելը դա առաջին հերթին խիղճ է։ Նա ով իր խղճի թելադրանքով է աշխատում երեխայի հետ, նա ով ունի խիղճ, նա ով ունի նվիրում, կարողանում է գտնել ելքը։ Նույնիսկ դժվար իրավիճակներում հայտնվելիս կարելի է այսօր տեսեք մենք խնդիր ունենք նաև ներառական կրթությամբ երեխաների հետ։ Դա նույնպես շատ ցավալի է եւ բոլորիս ուզում է այդ հարցը։ Մենք աշխատում ենք ներառել այդ երեխաներին, շրջապատում հոգատար վերաբերմունք ցույց տանք։ Մենք չենք ուզում, որ հասարակությունից առանձնանան, տարանջատենք այդ երեխաներին։ Նրանք չէ որ մեղավոր չեն դրա համար, եւ մենք պետք է ինտեգրենք, ներառենք երեխաներին եւ չնայենք այնպես, ինչպես որ իրենք կան։ Դե մենք ազգային այդ բանը ունենք գիծը, որ տկարի հանդեպ հոգատար են, բայց ներառական կրթության ոլորտում կարծես հակասություններ կան, որոշները ընդունում են, որոշները ոչ։ Ես ասեմ, որովհետև դժվարություններ կան, մարդիկ խուսափելով այդ դժվարությունից իհարկե փորձում են հեռացնել այդ երեխաներին։ Բայց մարդասիրության տեսանկյունից բայց մենք պարտավոր ենք ընդունել այդ երեխաներին։ Դա նաև դրական է ազդում երեխաների վրա, երեխաները ավելի բարի են մեծանում։ Նրանք չեն մեկուսանում, ինքնամփոփ չեն դառնում, հասարակությունից դուրս չեն մնում, մենք նրանց ներգրավում ենք, խմբում, չնայած շատ դժվար է, ես ասեմ, այդ աշխատանքը իրականացնելը բազմաթիվ դժվարությունների հետ է կապված, դժվար է, երբ որ ուսուցիչը դասարանում ունի ներառական կրթությամբ այնպիսի երեխա, որի հետ ինքը իսկապես ժամանակ պետք է անհատական անցկացնի, անհատական պետք է աշխատանք տանի։ Բայց դրանով իսկապես մեր երեխաները կարծես ավելի հոգատար եւ բարի են դառնում։ Այո, եթե նախկինում ասենք երեխաները նայում էին, ծաղրում, ծիծաղում էին, չէ՞, կարծես այդպիսի դեպքեր դեռ տարիներ առաջ այո խուսափում էին։ Հիմա կարծես աչքի համար սովորական է դարձել։ Ճիշտ ուղղորդման արդյունքում կարելի է հասնել դրան։ Այո, եւ մենք սրտի ցավով պետք է այդ հարցին վերաբերվենք, որովհետեւ բոլոր դեպքերում նրանք երեխա են։ Մենք պետք է նրանց հետ աշխատենք խղճով, սիրով, համբերատարությամբ, որպեսզի կարողանան գոնե իրենց մակարդակով մենք որոշակի կրթություն եւ դասերակցություն տանք։ Դրա մեջ ամենակարևորը հոգեբանական պահն է իմ կարծիքով, որ նրանք ուղակի ինտեգրված լինեն հասարակության մեջ, իրենց մեկուսացված չզգան։ Լուրջ հաջողություններ բնական է, բոլորս էլ հասկանում ենք չեն կարող ունենալ, բայց ինտեգրումն է կարևոր այս հարցում եւ մեր ընդհանուր էլի մարդասիրական վերաբերմունքը, որը հայի համար առավել եւս շատ մեծ կարևորագույն արժեք է։ Ուղղակի տեսեք, բոլոր նրանք, ում երեխաները խնդիրներ չունեն առողջական, ոմանք ասում են, որ ինչու պետք է մեր առողջ երեխան ենթադրենք սովորի խնդիրներ ունեցողի հետ, բայց մյուս կողմից եթե հարցը այսպես դնես, Աստված մի արասը, եթե քո երեխան այդպիսին լիներ ու քեզ ասեին երեխադ չպետք է սովորի, դու վատ կզգայիր, չէ՞ հաստատ։ Ինձ թվում է այսօր դաստիարակվում են ինչ-որտեղ նաև ծնողները արդեն նման մոտեցում ավելի հազվադեպ են ցուցաբերում, հասկանում են եւ կարեւորությունը այդ խնդրի եւ լրջությունը եւ իրենց երեխաներին էլ տանը ավելի ճիշտ ճանապարհի վրա են կանգնեցնում, սովորեցնում որ պետք է սիրել դիմացինին, կապ չունի թե նա առողջական ինչպիսի վիճակում է։ Այո, դա շատ կարևոր հարց է։ Եթե ճիշտ ապրելու բանաձև գրելու լինենք, ինչ կգրեիք դուք։ Ճիշտ ապրելու բանաձև առաջին հերթին մարդասեր լինել։ Մարդը պետք է սիրի իր նմանին։ Մարդասեր լինել, ազգասեր, լեզվասեր, հայրենասեր, սիրո համերաշխությամբ շաղախված։ Ամեն ինչի մեջ կարևորը սերն է։ Այո, սերն է։ Արմատը սերն է։ Այո, արմատը սերն է, ես շատ եմ կարևորում այդ սերը։ Գիտեք, հայրենիքի սեր, մայրական սեր, ծնողական սեր, զավակների հանդեպ ունեցած սեր, ընկերական, ընկերոջ սեր,
Ընկերասիրությունը նույնպես շատ կարևոր է մեզ համար, բոլորիս համար, որովհետև մարդ եթե ընկեր չունի, կարող է ընկերների շրջապատում էլ միայնակ լինել։ Դա շատ դժվար է եւ ընկերասիրությունն էլ շատ կարևոր է, որովհետև ընկերասիրության մեջ, խմբային աշխատանքի մեջ, կոլեկտիվի մեջ է մարդը իր օրվա մեծ մասը անցկացնում եւ ընկերասեր լինելով հանդերձ իր կյանքն է հեշտացնում, իր առօրյան է հեշտացնում եւ ավելի հաճելի է անցնում, աշխատանքն է թեթև լինում, սա շատ կարեւոր է։ Առաքինի պետք է լինի մարդ, ինչ ասեմ, դեկտեմբերի 19-ը ձեր մասնագիտական տոնն է, հա, եթե չեմ սխալվում։ ՄԱԿ-ի որոշմամբ դեկտեմբերի 19-ը նշվում է որպես կրթության միջազգային օր։ Եվ եթե թույլ կտաք, օգտվելով առիթից ես շնորհավորեմ կրթության բնագավառում աշխատող բոլոր մասնագետների, մանկավարժների, կրթության նվիրյալների օրը։ Լավագույն բարեմաղթանքներս եմ հղում իրենց։ Թող նրանոր հաջողություններ ունենան, նորանոր ձեռքբերումներ եւ ամենակարևորը լինեն առողջ, որպեսզի կարողանան մեր այս փոքրիկ հողը իրենց արդար ու գեղեցիկ աշխատանքով շենացնեն։ Շնորհակալություն ձեզ, մենք էլ ենք միանում ձեր բարեմաղթանքներին եւ շնորհավորանքին։ Շնորհակալություն։ Ցավոք սրտի մեր ժամանակը մոտենում էր ավարտին, հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ արխիվում դեռ մուշմուշիկն է փոքրիկների համար լուրերի հիմնական թողարկումը, որից հետո կարող եք դիտել Վարդգես Բաղարյանի «Մեր տուն ու տեղ» հաղորդաշարը։ Նրա Վարդգես Բաղարյանի հյուրն է այսօր լինելու Արկադի Կարապետյանը։ մնացեք Արցախի հանրայինի հետ, ցտեսություն։